Ողջունում եմ ձեզ, սիրելի հետևորդներ։ Այսօր մեր հերթական հաղորդումն է։ Չեք մոռացել, չէ՞, յուրաքանչյուր 5 շաբթի 21:00-ի մոտակայքում։ Սիրելի հետևորդներ, ամեն անգամ շնորհակալություն եմ հայտնելու, որ դիտում եք հաղորդումներս, որ կիսվում եք իմ հաղորդումներով, հետևում եք ինձ համացանցում Instagram, Facebook եւ YouTube։ Եվ ուրախ կլինեմ, որ նաև բաժանորդագրվեք ալիքին, որտեղ այդպես դուք ինձ օգնում եք, որպեսզի հանրության միշտ բարձրացվածը գա մեր ու ձեր հետաքրքրությունների ոլորտ։ Հաջորդ քայլս ձեզ ներկայացնելն է այն նամակները, որոնք ստացել եմ մոտակա 1 ամսվա կամ կես ամսվա ընթացքում, որտեղ խառն են հազիվ հասնում ենք պահել ու տեղադրել, հնարավոր է երբեմն մեկ-մեկ կրկնվեն եւ հնարավոր է, որ բաց թողումներ լինեն։ Սիրելի հետևորդներ, վերջերս մի քանի հրաշալի հաղորդում եմ ունեցել հենց Փակ TV շրջանակներում։ Խոսել եմ Սև լուսնի դիրքի մասին, կարճի կենդանակերպում։ Կրկին կանդրադառնամ դրան այս հաղորդման ընթացքում։ Եվ նաև շատ կարևոր հաղորդում, որտեղ խոսել եմ աշխարհաքաղաքական թեմաներից եւ շատ կարևոր տեղեկատվություն եմ տվել կարկառուն ներկայացուցիչների մասին։ Ահա, այս հաղորդումն էլ կարող եք դիտել, եթե բաց եք թողել։ Ցանկալի է, որ 2 հաղորդումներն էլ դիտեք եւ մի հրաշալի հաղորդում եմ ունեցել, որը հավանական է իմ հենց YouTube-յան ալիքում տեղադրվի, որտեղ այն մեծ արձագանք է ունեցել եւ անեծքների, եւ ճակատագրական խնդիրների, եւ տարբեր թերությունների, մոլուցքների, կախվածությունների մասին հրաշալի հաղորդումներ են թողարկում, գիտեմ, որ այնքան շատ են, ուղղակի չեք հասցնում լսել, եւ ես վերջերս բացահայտել եմ, որ իմ հետևորդները արդեն իրենց մասին կարևոր տեղեկությունները կարճ ստանում են Facebook-ից եւ քիչ եմ մուտք գործում YouTube-յան հարթակ։ Չէ, սիրելիներս, երբեմն այնպես է լինում, որ հենց YouTube-ում, հենց այստեղ շատ կարևոր ինֆորմացիա եմ ես տեղադրում, որը դուք կարող եք կորցնել, որը տեսնելու եւ լսելու եւ այդ տեղեկատվությունը օգտագործելու այդ հնարավորությունը կարող եք կորցնել։ Ուստի գնում ենք առաջ բոլորս միասին, շատ կարևոր մոլորակային դիրքեր եմ տեսել, մտահոգություն ունեմ, որովհետեւ հենց Սև լուսի նկարչի կենդանակերպում նրանք արդեն Մարս մոլորակի հետ են միասին արդեն միավորվում են եւ խնդիրները բազմազան են։ Ահազանգ, ասեմ, այդ միտումով ահազանգեր եմ ստանում, կան ծնողներ, որոնց երեխաներում են բանակում, նրանց ուղակի տարել են մեկուսացման վայրեր, մանավանդ երեխան, եթե առուց, կարիճ, ցուլ կամ ջրհոս կենդանակերպի ազդեցության տակ է կամ շատ կարևոր մոլորակային դիրքավորում կա այդտեղ։ Ահա, սիրելի հետևորդներ, 3 բավականին բարդ է դիրքերը, այսօր արդեն իսկ երեկոյան ժամային լուսնեկույսի կենդանակերպ է անցում, հենց մեր հաղորդման այդ հեռարձակման պահից ավելի հանգիստ նշան է անցնում։ Եվ խոսքս հենց Մարս եւ Մերկուրի մոլորակների մասին են, ֆինանսի մասին, խոսակցություններ, կոռուպցիոն սխեմաներ, սպանություններ, ամեն ինչ, դավաճանություն, այդտեղ նաև տեսա մեծ այսպիսի խնդիրների պատճառով մարդկանց տանում են մեկուսացման վայրեր, մեծ գումարների լվացման դեպքեր եւ դեռևս մինչեւ նոյեմբերի 4-ը ակտիվ է այդ ամենը։ Եվ հենց ամսի 4-ից Մարսը անցնելու է աղեղնավորի կենդանակերպ, մի փոքր կհանգստանանք, սիրելի հետևորդներ։ Շատ բարդ է լինելու մինչև ամսի 4-ը կարիճ, ցուլ, առյուծ եւ ջրհոս կենդանակերպի վերջին 10-օրյակի ծնվածների համար Սև լուսինն էլ այստեղ գաղտնիքներ կբացահայտեն, ձեզ կդավաճանեն, հանկարծ չգնաք չստորագրեք ինչ որ մեկի համար վարկ վերցնելու կամ կտակի հետ կապված նվիրատվություն, եթե որոշել եք անեք, սիրելի հետևորդ, սիրելի հայրենակից, սպասեք, որոշեք, որտեվ դա ճակատագրական կլինի ձեզ համար, դուք կզրկվեք ձեր կյանքի ամենակարևոր այդ իր է, նաև դա եթե տան տեսքով է բնակության կեցության այդ օջախը, տեղը, վայրը,
Ուստի ուշադրություն պետք է դարձնենք հենց այդ դիրքերին եւ ինչն է կարեւոր, որ նաեւ մենք ունենք շատ կարեւոր այսպիսի մի մոլորակային դիրքավորում Մերկուրին ամսի 9-ին, մենք այստեղ տեսնում ենք նոյեմբերի 9-ին նահանջող է լինելու 6 աստիճան, եթե մենք դիտարկում ենք 6 աստիճան աղեղնավորում, մինչև այն նահանջ ընթացքով կընթանա մինչև նոյեմբերի 29-ը եւ նա կհասնի 20 աստիճան կարիճ։ Ուշադիր եղեք սիրելի հետևորդներ, ինչու եմ նախորոք այս հաղորդումը հանել, որպեսզի դուք կարողանաք ձեր կարևոր գործերը կատարել մինչև նոյեմբերի 9-ը։ Հոկտեմբերին եւ նոյեմբերին շատ դրական դիրքեր ունենք, այդ դիրքավորումները կարող եք օգտագործել։ Ճիշտ է, շատ կարևոր գործեր կան, որոնք ուզեք թե չուզեք դուք պետք է անեք նոյեմբերին։ Գոնե դրական դիրքավորումներով կփորձենք կոմպենսացնել Մերկուրու նահանջ ընթացքը։ Վերջերս ինձ մի հոգի ասեց, որ ամառային այդ ժամանակներն էր հուլիս-օգոստոս ամիսը, որ ցանկանում ենք բիզնես դնել, շատ կարևոր գործընկերային բանակցություններ էին վարվում եւ ինչ էր եղել, որ ոչ մի կերպ չէին կարողացել օգոստոսի մինչև 11-ը այդ ամենը կատարել, որտեղ Մերկուրի նահանջող էր։ Նա ասեց, որ ճիշտ է, մենք որոշ վերապահումներով էինք մոտենում ձեր ասացին, բայց արի ու տես չստացվեց։ Եվ նաև մի այսպիսի դեպք էր եղել, աստղաբանությամբ զբաղվող մի աղջիկ պատմեց, որ երբ որ նահանջող Մերկուրի էր, պարբերաբար նա ամուսնու զգուշացնում է, որ ուշադիր եղի, նահանջող Մերկուրին ազդում է մեքենաների վրա, տեխնիկայի վրա կարող է ազդել, ամուսինը կրկին վերապահում է մոտենում եւ ինչ է լինում, երբ նահանջող Մերկուրի է լինում, այդ մեքենայի շարժիչը եւ տարբեր սարքավորումներ սկսում են չաշխատել եւ շատ մեծ ջանքեր է թափում ամուսինը մոտակա 20 օրվա ընթացքում, որպեսզի կարողանա մեքենան կարգի բերել, բայց արի ու տես հենց Մերկուրին 21-ից 23 օր է տևում, կախված կենդանակերպի եւ Մերկուրու արագությունից, եւ հենց արդեն Մերկուրին սկսում է ուղիղ ընթացքով ընթանալ, նրանց մեքենայի շարժիչն է աշխատում, ամեն ինչ ընկնում է իր տեղը, եւ այդ օրվանից նա ասում է, որ իմ ամուսինը արդեն իսկ համամիտ է իր բոլոր կանխատեսումների հետ։ Սիրելի հետևորդներ, շատ կարևոր նորալուսին է տեղի ունենալու, այն տեղի ունենալու հոկտեմբերի 21-ին։ Մենք մի կողմից շատ դրական դիրքեր ենք տեսնում եք, որքան էլ որ Մարս եւ Մերկուրի մոլորակները նրանք բարդ դիրքեր են կազմում լուսնի հետ, եւ դա 3 եւ անցածորն էր, բայց արդեն իսկ լուսնի դրական դիրքերով էլ այդ մոլորակային դիրքերը նրանք այսպիսի գեղեցիկ մեծ եռանկյունի դիրքավորում են կազմում, բայց ամենաբարդ նորալուսներից մեկը հոկտեմբերի 21-ի նորալուսինն է 28 աստիճան 22 րոպե կշեռքի կենդանակերպում։ Ուրեմն այդ օրը, սիրելի հետևորդներ, դա երեքշաբթի օր է, դրանից մեկ օր առաջ, մեկ օր հետ, բայց հստակ հենց այդ օրը խորհուրդ չի տրվում ոչ մի այդ հարաբերություն սկսել։ Եթե իսկ սկսել եք գործընկերային հարաբերությունները, այդ ամենը, որպեսզի փաստաթղթավորեք, դրան հաջորդող մենք շատ դրական դիրքեր ենք տեսնում եք, ամսի 23-ն է։ Ուստի ուշադիր ենք լինում հոկտեմբերի 21-ին, բարդ նորալուսին է, չեղարկվում են բանակցությունները, խոսակցությունները, գործընկերային հարաբերությունները հնարավոր է նույնիսկ տեղի չունենան եւ նաեւ այդ օրը սիրելի հետևորդներ ամուսնությունը չեք գրանցում։ Այդ ամենը կարող եք կատարել հոկտեմբերի 23-ին։ Լուսինը, Մերկուրի, Մարսը, այդ ստելիումը գտնվում է Կարճի կենդանակերպում, այն մեծ հնարավորությունների հրաշալի դիրքավորում, որը այս դիրքավորումը Սատուրն եւ Յուպիտեր այս տրիգոնը տեղի է ունենում ընդամենը 59-60 տարի մեկ, որովհետեւ Յուպիտերը այդ մի կենդանակերպում մոտավորապես լինում է 12 տարի մեկ։ Այսինքն, եթե Սատուրնը այս կենդանակերպում լինում է 30 տարի մեկ, յուրաքանչյուր կենդանակերպում, այսինքն 59-60 տարի մեկ Սատուրնը գտնվում է մի կենդանակերպում, իսկ 2-30-ը դա ենթադրում է 59-60 այդ տարիքային այդ շրջափուլը։ Եվ ահա, սիրելի հետևորդներ, հենց այսպիսի դիրքավորում ես նկատել եմ 65-66 թվերին ծնվածների մոտ, այդ ամենակարևոր գործերը տեսնում եք, հատուկ եմ նշում, կարող եք կատարել հոկտեմբերի 23-ին, հաջորդ օրը
Ես միշտ նշել եմ օրերը, բայց հատուկ եմ ուզում ձեզ համար նշել հոկտեմբերի 24-ին արտերկրի հետ միջազգային հարաբերություններ, բարձրագույն կրթության հետ կապված հարցերն են։ Շատ կարևոր է, սիրելի հետևորդներ, ամսի 25-ն է բարենպաստ կրկին արտերկրի օտարերկրյա ճանապարհորդությունների այն ինչը արտերկրի օտար ազգի մեր սահմաններից դուրս այդ բոլոր գործերի եւ իրավիճակների համար շատ բարենպաստ է։ Անցնենք առաջ հաջորդ երկու կարևոր օրը 29-ը։ 28-ը բարդ է, բայց հնարավորություն կա այն շտկելու 29-ը եւ 30։ Հոկտեմբերի 29-ը եւ 30-ը ամենադրական օրերն են։ 29-ը այդ ծղջուրի կենդանակերպում առավոտյան ժամերին այն կարող է տալ հնարավորություն, որպեսզի կարգավորեք ձեր գործերը ղեկավարների հետ։ Դա այդ ծղջուրը ինչ է, պետական մարմիններն են, դա հողի արք ու վաճառքն է, դրանք այն ոլորտներն են, որտեղ իրականացվում է բնակարանների անշարժ գույքի հետ կապված բոլոր գործառույթները, այն վայրերն են, որտեղ անձը կարող է առնչվել պետության, հարկային, հարկադիր մարմինների հետ, այ հայտարարագրման հետ կապված հոկտեմբերի 29-ը ամենաբարենպաստ օրերից մեկն է, բայց շատ ուշ է, դուք կարող եք իրականացնել մի քիչ ավելի շուտ, հենց հոկտեմբերի 23-ին։ Սիրելի հետևորդներ, նոյեմբերը սկսում ենք, նոյեմբերի 1-ը շատ դրական դիրքերով, լուսինը ձկների կենդանակերպում, կարիճի հետ դրական դիրքեր, մինչև Մարսն էլ անցնի աղեղնավորի կենդանակերպ, երկու շատ բարենպաստ օր, տեսնում եք, այստեղ ֆինանսների հետ կապված, ժառանգության հետ կապված, կտակի հետ կապված, ներդրումների հետ կապված, ձեր երազանքները իրականացնելու հետ կապված, անշարժ գույք, արք ու վաճառք, տեսեք, որտեղ այստեղ մենք տեսնում ենք ընտանիք, հայրենիք, օջախ, բնակարան, այդ ամենը գտնվում են դրական թրթիռների ներքո։ Ուստի նոյեմբերի 1-ը եւ 2-ը ամենաբարենպաստ օրերն են, բայց նաեւ բարենպաստ են այդ օրերը բեղմնավորման համար, իհարկե աղջիկ երեխայի բեղմնավորման համար է բարենպաստ։ Հաջորդ երկու օրը տեսնում եք բարդ են լուսնի դիրքերը, 3-4-ը խոյի կենդանակերպում, կոնֆլիկտային վիճակներ, տեսնում ենք ամսի 4-ին հերիք Մարսը արդեն անցնում է աղեղնավորի կենդանակերպ, այդ ճգնաժամային պահում է, բայց միևնույն է, ես նայում եմ դեռ 16-25-ի դրությամբ այն դեռ վերջին այդ աստիճանների վրա է, կոնֆլիկտներից խուսափեք, 3-ին 4-ին ոչ մի բանակցություն, ոչ մի խոսակցություն, տանը եթե լինեք, անպայման մի փոքր այսպես խոսքից հնարավոր է մեծ պատմություն լինել։ Լուսինը խոյում, նրանք ովքեր մեքենաներ են վարում, ովքեր երեխաների հետ են, լուսինը երեխաներ, խոյը դա ակտիվություն, փորձեք այդ ամենը վերացնել կամ այդ ամենը չեզոքացնել ֆիզիկական ակտիվության միջոցով, բայց ոչ երբեք կոնֆլիկտների եւ ագրեսիվ պահվածքի այդ միջոցով։ Հաջորդ երկու օրը մենք դիտարկում ենք նոյեմբերի 5-ը, անբարենպաստ է ֆինանսական գործարքների համար, հիշում եք, չէ, որ նոյեմբերի 9-ին Մերկուրին նահանջելու է, դրան նախորդ բոլոր դրական օրերը կարող եք օգտագործել։ Եվ եւս մեկ դրական օր, նոյեմբերի 6-ին լուսինը գտնվում է Ցուլի կենդանակերպում, առավոտյան ժամերից դրական դիրքավորումներ, Ցուլը դա կենցաղն է, ֆինանսներն են, ռեսուրսներն են, կարող է գնումներ կատարել, այնպիսի գնումներ, այնպիսի իրեր, որոնք երկարաժամկետ օգտագործման են, որտեղ լուսինը դրական դիրքեր ունի Սատուրնի հետ, որոնք նաև կենցաղային այդ ձեր հոգսը կարող է թեթևացնել, Ուրանը դա կարող է լինել նաև բարձրավոտ հոսանքները, բոլոր այդ կենցաղային տեխնիկաները, սկսած խոհանոցային այդ իրերը, դուրս եկած նաև ձեռքի հեռախոսներ, սմարթֆոններ եւ համակարգիչ, այդ ամենը շատ բարենպաստ է, նոր պրոյեկտներ սկսելու, ճիշտ է այն լիալուսնից անց է, բայց լուսինը գտնվում է շատ կայուն նշանում եւ շատ բարենպաստ դիրքերում եւ հենց հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին ես հանդիպում եմ Դավիթի աստղը հրաշալի դիրքավորում, որի մասին կխոսեմ
հաջորդ հաղորդման ժամանակ։ Եվ սիրելի հետևորդներ, ամսի 7-ի նոյեմբերի լուսինը լարված դիրքավորումներն բանակցություններ չեն կատարում, որտեղ արդեն Մերկուրին կանգնելու է, ձեր բանակցությունները, ձեր խոսակցությունները կարող են չեղարկվել եւ հեռանկարային ոչինչ ուղղակի հնարավոր չի լինի անել։ Դրա համար նախընտրելի է նոյեմբերի 6-ը։ Եվ հաջորդ օրը նոյեմբերի 8-ը Մերկուրին արդեն դանդաղում է, լուսինը գտնում է երկվորյակի կենդանակերպում, կրկին բարդ դիրքեր, խաբեություն եւ ոչ մի կարևոր խոսակցություն, ոչ մի կարևոր այսպես թեմա չի կարող կայուն հիմքերի վրա լինել, որովհետև Մերկուրին աղեղնավորում է նահանջում, լուսինը երկվորյակում, երկու կարևոր կենդանակերպերը, երկվորյակը խոսակցություն, բանակցություն, ինֆորմացիա, աղեղնավորը օտար երկրների հետ կապված բոլոր պլանները ուղղակի կարող են կանգ առնել։ Սիրելի հետևորդներ, հենց այստեղ էլ կանգ եմ առնում, ցանկանում եմ ձեզ ասել, որ Մերկուրին կանգ է առնելու նոյեմբերի 9-ից, նորից եմ հուշում, ահա, մենք այստեղ տեսնում ենք, այն կանգ է առնելու աղեղնավորի կենդանակերպում եւ մինչեւ ամսի 29-ը բոլոր կարևոր գործերը կատարեք այդ ժամանակ եւ նաեւ մենք նոյեմբերին հրաշալի նորալուսին ունենք, որը ես տեսել եմ եւ կուզեի դրա մասին խոսել, ուղղակի ասել, որ թեկուզ Մերկուրին նահանջող է լինելու, բայց մենք ունենալու ենք շատ դրական դիրքավորում, դա նոյեմբերի 20-ի մոտակայքում է, ահա։ Նոյեմբերի 20-ին 28 աստիճան կարիճի կենդանակերպում տեղի է ունենալու նորալուսին, որը կփրկի իրավիճակը, որի ժամանակ դուք կարող եք շատ կարևոր գործեր ձեռնարկել, բայց սպասել մինչև նոյեմբերի 29-ին Մերկուրին ուղիղ ընթացքով ընթանա։ Այսքանը սիրելի հետևորդներ, հուսամ կարևոր տեղեկություն տվեցի ձեզ, գնացեք, կարգավորեք ձեր գործերը, որովհետև նահանջող Մերկուրի ժամանակ դժվար է, եւ գիտեք, որ իմ շրջապատում արդեն իսկ բոլորը տեղյակ են, ինչու է Մերկուրին այդքան երկար նահանջում։ Իսկ ես ասում եմ, որ Մերկուրին խելքի, մտքի մոլորակն է, նա ուղղակի չի կարող փախնել մեր գիտակցությունից, պետք է երկուսը իրար հետ համահունչ լինեն, որպեսզի մարդը կարողանա համընթաց գնալ տիեզերքի հետ։ Այսքանը, լավ եղեք, սպասեք մյուս շաբաթ։